Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի օրը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեց Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը Մայրաթոր Սուրբ Էջմիածնի միաբանության ուղեկցությամբ։ Վեհափար Հայրապետի նախագահությամբ անմար կրակի մոտ կատարվեց հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ։ Խաղաղություն ամենեցուն։ 2015 թվականից հետո, երբ սրբադասվեցին հայոց ցեղասպանության նահատակները, Ծիծեռնակաբերդում հոգեհանգստյան կարգի փոխարեն կատարվում է սրբերի բարեխոսական կարգ։ Վասն հավատո եւ վասն հայրենյաց որոց այսօր է հիշատակ։ Խոնարհումի համար դուրս էր բերվել հայոց ցեղասպանության սուրբ նահատակած մասունքարանը, որը պատրաստվել է 2015 թվականին Գարեգին II ամենայն հայոց հայրապետի տնօրինությամբ։ Մասանց այս պահարանում զետեղված են 1965 թվականին Դերձորից Սուրբ Էջմիածին բերված մասունքները։ Մասնատուփին սրբոց նահատակած սրբապատկերն է դրվագված, իսկ շրջերեսին Մայրաթորի 1965 թվականին կառուցված նահատակած հուշարձանը։ Որ կատարեցան հնդածս հայոց ցեղասպանության վասն հավատո եւ վասն հայրենյաց։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Արարողությունից հետո Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Վեհափար Հայրապետին մոտեցան տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Սրբոց նահատակած նվիրական այսօրը մենք մեր եկեղեցականից հետ աղոթք առաստված բարձրացրեցինք հայցով, որ Տերը իր շնորհը, սերը եւ խաղաղությունը հեղի մեր ժողովրդի կյանքին, որպեսզի ազգս հայոց սիրով միաբան, համերաշխ եւ հոգով աննկուն դիմագրավի իր կյանքի բոլոր փորձությունները եւ մեր հայրերի լույս պատվիրաններով ու պատգամներով կերտի իր բարեշեն, իր առաջընթաց ու հզոր կյանքը խաղաղության եւ անվտանգության պայմաններում։ Մեր հայցն ու աղոթքն ենք առաստված բարձրացնում, որ Տերը մշտապես օգնական ու պահապան լինի ազգիս հայոց, ի Հայաստան եւ Իսպյուրս։ Աստված օրհնի մեզ ամենքիս։